Եվ կրկին ես ասում եմ, որ շալոմ Իսրայել, որովհետև Իսրայելում իմ սեփական աչքերով ես տեսա այն ամենը, ինչ որ ուզում էի տեսնել այստեղ եւ այդպես էլ չեմ տեսնում եւ հույս ունեմ, որ շատ շատերդ ուզում եք դա տեսնել այստեղ եւ այնպես էլ չեք տեսնում։ Առաջին հերթին ուզում եմ խոսել մի կարևոր գործոնի մասին եւ այդ գործոնի անունը բանակն է։ Ուր որ գնացինք, լիներ դա Թել Ավիվ, թե Երուսաղեմ, լիներ դա համալսարան, թե ցեղասպանության թանգարան, լիներ դա հուշահամալիր, թե ուղղակի պարզապես զվարճանքի ռեստորան, ամենուրեք զինվորներ, որոնց հրեաները նայում են իրենց սեփական երեխաների նման։ Բայց զինվորները բնավ չէին զբաղված սեփական երեխաների փափլիկ վարտիքավոր կամ անվարտիկ ստատուսը վայելելով, երեխաները գիտեին, որ իրենք եկել են հայրենիքի պաշտպանության։ Ամենասպանիչը իմ համար հանդիպումն էր ուղղակի հուշարձանի մոտ, այսինքն դա հանդիպում չէր, բնավ կազմակերպված հանդիպում չէր, ես մոտեցա այդ զինվորին, որտեղ այդ զինվորը խոսում էր ընկերոջ հետ եւ խոսում էր բացարձակ ճշգրիտ ամերիկյան փայլուն առոգանությամբ եւ այդ առոգանությունն էլ հետը նաեւ մատնում էր շատ լավ կրթություն եւ շատ լավ պահված եւ ես մոտեցա ասի կներեք դուք իսրայելցի եք, ասաց ոչ ես հրեա եմ, կես հրեա, որում Նյու Ջերսիից եւ ես այն եմ ինչ որ կոչվում է lone soldier, այսինքն մի միայնակ զինվոր, որը թողել է իր ընտանիքը, թողել է հարազատներին եւ ասում է դեռ Կարինե Քոթանջյանին բնավ չասած մնաս բարով, ցույց տվեց իր տունը, դա սքանչելի երկհարկանի տուն էր Նյու Ջերսիում եւ եկել է եւ մի անգամից գնացել բանակ։ Ու երբ որ ես այդ տղային հարցրեցի, ասի, դա բանը, this is exceptional, դա բացառիկ է, տղա ջան, քեզ ո՞նց են այստեղ պահում, ստացա հետեւյալ պատասխանը, մենք շատ ենք։ Այնքան շատ ենք, դուք չեք պատկերացնում, Ամերիկայից, Ֆրանսիայից, տարբեր տեղերից իսրայելցի կանչիկ հրեա ազգություն ունեցող մարդիկ արյունը սրտներում, հրեական արյունը գալիս են իրենց հայրենիքին տեր կանգնելու եւ համասարանում այդ խոսքը հաստատեց աղջիկը Ավստրալիայից, որը Ավստրալիայում ապրում էր բժիշկների ընտանիքում եւ ասում են իմ ծնողները շատ հարուստ են, բայց մի բան պակասում է եւ հիմա նա գործող զինվոր է, այսինքն նա գործող զինվոր է ոչ թե այսպես կոչված հետախուզության կամ սնայպերության մեջ, նա գործող զինվոր է այն ինչ որ անվանվում է հետևակ, այսինքն քայլել այդ ծանր իրերը ուսերին, ծառայել եւ զուգահեռ սովորել այդ համալսարանի մոլեկուլար կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայում եւ անել գիտական հայտնագործություններ։ Էլ չեմ ասում, որ որտեղ գնայի զինվորներն էին հսկում, այսպես ասած մուտքի եւ ելքի տարբերակները, զինվորներն էին թատրոնում, զինվորներն էին կինոյում, ուր որ գնացինք զինվորներ էին, ու իմ մոտ շատ հայկական հարց առաջացավ։ Ասի, բա ուր են ձեր ոստիկանները, լավ է վերջը ուր են ձեր թանկարժեք պարեկները, որ մեր համար իրոք հիրավի շատ թանկարժեք են, որտեղ որ նայես պարեկները լուծում են մեր բոլոր հարցերը, իսկ ավելի շատ լուծում են ուրիշների հարցերը, նույնիսկ իրենց հարցերը չեն լուծում։ Եվ իրենք ինձ պատասխանեցին հետևյալը. երբ որ ընտրում ես ներքին եւ արտաքին թշնամու մեջ, ում դեմ պայքարել, մենք պայքարում ենք արտաքին թշնամու դեմ։ Դրա համար մեզ ներքին ոստիկանություն այնքան էլ պետք չէ։ Հրեաները չեն պատսպարվում ներքին թշնամուց, նրանք ներքին թշնամիներ չունեն, որտեղ բոլոր հրեաները հիմնականում ապրում են Իսրայելի հոգսերով եւ Իսրայելի անվտանգությամբ։ Դա ես տեսել եմ իմ սեփական աչքերով, ես ոչ մի բան չեմ ծաղկացնում, ոչինչ չեմ ավելացնում։ Երկրորդ հարցը, ժողովուրդ, կրոնը։ Ուրեմն հրեաները ինձ ազատ բողոքում են, որ կան այսպես այնտեղ մարդիկ այնտեղ ակադեմիան, դե դուք հասկանում եք, չէ՞, զարգացած համասարանականներ եւ այլ։ Անդադ ինձ բողոքում են, որ այ կան ուլտրա օրթոդոքս հրեաներ, որոնց մեկին ես խայտարակ եղա ցեղասպանության թանգարանի հուշահամալիրում կպել էի դրանց, թե եկեք մի հատ նկարվենք, որտեղ հետաքրքիր է, շատ գունեղ էր այդ կոստյումը եւ իրենք ինձանից տարածիորեն փախչում են, որտեղ բարձվում է ուլտրա օրթոդոքս հրեաներն նույնիսկ կնոջ հետ չի կարելի այդպես խոսել զրուցել եւ դրա համար ես ընկա անհարմար վիճակի մեջ, մea culpa իմ մեղքն է։
կրոնը։ Եվ այդ հрьяաները ոչինչ չեն անում։ Առավոտից երեկո միայն Տորային ուսումնասիրում, միայն Մովսեսի 5 գրքիրն են ուսումնասիրում, եւ փաստորեն պետությունը ստիպված է ապահովել նրանց եւ նրանց բազմազավակ ընտանիքներին, թե նրանք շատ երեխաներ են ունենում։ Իդեպ բոլոր հрьяաները պետական ծրագրով ունենում են շատ երեխաներ, 4-ն է համարվում նորմա։ 3-ը դա նշանակում է, որ դու այնքան էլ նվիրյալ հрья չես։ 4-ը դա նորմա է։ Ու ես իրենց ասացի, բա դուք չեք ուզում պայքարել դրա դեմ, որ նրանք գնան բանակ, որ նրանք, չգիտեմ, էլի ավելի ակտիվ մասնակցեն հանրային կյանքին, չեք ուզում իրով վերջ-վերջո ինչ-որ ձևի միջամտել։ Ես ստացա հետևյալ պատասխանը. պետությունը բավականաչափ գործեր ունի անելու եւ պետությունը չի միջամտում հավատքի գործերի, բացի նրանից, գուցե նրանք էլ ինչ-որ առումով զինվոր, մենք պահում ենք գիտությունը, զինվորը պահում է բանակը, իսկ նրանք պահում են հավատքը։ Եվ ուղեկցողը մեզ ասաց, ես ինքս օրինակ հավատավոր հрья չեմ, ես շաբաթ օրեր աշխատում եմ, ես չեմ գնում աղոթելու սինագոգայում, բայց իմ ձեռքը երբեք չի բարձրանա եւ ձայնը չի բարձրանա, որ ես ուլտրա օրթոդոքս հрьяին ասեմ, ինչի ես շատ աղոթում, կամ ինչի դու ունես այն սեփականությունը, որ ես աշխատանքով եմ ձեռք բերում, իսկ դու ընդամենը քո աղոթքներով։ Նրանց ձայնը չի բարձրանա, որտեղ իրենք հասկանում են, որ հոգևոր հենարանը բանակի նման կարևոր հենարան է եւ այդ հենարանը պետք է անպայման պահել։ Երրորդը, այն ինչ որ դուք անվանում եք ժողովրդավարություն, լավ էլի, որտեղ մտա տաքսի, մտա չգիտեմ ինչ, նրանք բոլորը, ոնց ասեմ, անպատվում են իրենց կառավարությանը եւ իշխանությանը եւ Նատանյահուին եւ Նատանյահուի նախարարներին անպատվում են ու անպատվում են, որում անպատվում են ազատ, ընդ որում իրենք հասկանում են, որ իրենց իրավունքները պաշտպանած են։ Եվ ես իրենց ասի, իսկ եթե օրինակ post գրեք, ընդունենք Նատանյահուի դեմ, ինչ կլինի ձեզ։ Եվ իրենց պատասխանեցին ոչինչ չլինի, որովհետեւ Իսրայելը միակ ժողովրդավարական երկիրն է ռեգիոնում եւ դա մենք պահելու ենք եւ նրանք դա իրոք պահում են։ Մի քանի կոռուպցիոն գործեր Նատանյահուի մասին մեզ պատմեց ուղեկցողը։ Մի քանի կոռուպցիոն գործեր ինձ պատմեց տաքսու վարորդը օթանավակայան գնալիս, այսինքն հետ գնալիս արդեն։ Ասի ո՞նց է ձեր կառավարությունը, շաբաթ շալոմ, բա կառավարությունը ո՞նց է եւ ես լսեցի այնպիսի հաշվետվություն այդ տխեղծ կառավարության մասին, որ ոչ միտեղ չէի կարող լսել։ Նրանց մոտ ժողովրդավարություն է, նրանք կարող են ամեն ինչ խոսել, նույնիսկ նրանք կարող են խոսել եւ իրոք խոսում են եւ իրենք ասում են մեր խնդրեմը հрьяաներն են, այն մասին, որ արաբները ճիշտ են, հрьяաները սխալ, նրանք կարող են խոսել այդ մասին, պարզապես նրանք փոքրամասնություն են։ Այն մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին, ուղղակի փոքրամասնություն են։ Չորրորդը, կրթությունը, Իսրայելը ինքը որոշում է իր կրթական գերխնդիրները եւ դրա համար հովիվից սկսած մինչեւ ֆերմեր, ում էլ որ տեսա, անգլերենը հորդում էր մայրենի լեզվի պես, գյուղ լիներ, իսկ մենք գնացել ենք գյուղեր, քաղաք լիներ, բուհ լիներ, թե լիներ տաքսի, բոլորը խոսում էին անգլերեն այնպես, կարծես անգլերենը իրենց մայրենին է։ Սովետական միության ճակերտավոր երանելի ժամանակներում ոչ մեկը չէր խոսում այդպես անգլերեն, ուրեմն ժողովրդավարությունը։ Եվ վերջին մի բան ասեմ, գիտեք ինչ է հետաքրքրեց հрьяաներին Հայաստանում, բոլոր տեղերում, օթանավակայանում, ակադեմիայում եւ այլն, ասացին, «Էս ինչ է, այս ձեր տառերն են»։ Ասի հա, փաստորեն դուք սենց ունիկալ այբուբեն ունեք, ասում են, այո, շատ քչերը ունեն բացառիկ այբուբեն, իսկ ով է ստեղծել, Մեսրոպ Մաշտոցը, դուք երանելի եք, որովհետև դուք գիտեք, թե ով է ստեղծել ձեր գրերը եւ դուք գիտեք, թե այդ գրերը ինչքան կարևոր են։ Եվ ես հիշեցի վերջին հարձակումները Մաշտոցի եւ տառերի վրա եւ հասկացա, որ երևի դա հատուկ վեկտոր է, որ ամեն ինչ անեն, որ այն ինչ որ թանկ է մեզ համար եւ այն ինչ որ պահում է մեր պետականությունը, տառերից սկսած ժողովրդավարությունով վերջացած նսեմանա։ Դրա համար կրկին ասում եմ շալոմ Իսրայել, դու լավ օրինակ ես եւ ով որ չի հասկանում, որ այդ օրինակը պետք է վերցնել, ворթեգրել եւ քայլ-քայլ իրականացնել սեփական երկրի համար, անկախ նրանից թե քեզ ոնց է վերաբերվում, նա ուրեմն չի հասկանում, որ եթե մի անգամ պետությունից զրկվեցիր,
հազարավոր տարիներ դա չես ստանա։ Մենք դա չենք հասկանում։ Հрьяաները դա հասկանում են։ Այդքան բան։ Ձեր հետ քաղաքակրթություններ։